Այն բանից հետո, երբ Սամվել Կարապետյանը, սեփականատերը կանգնեց եկեղեցու կողքին, ինչ եք կարծում, դա նորմալ է եւ արդյոք այս ամենը չի վնասում մեր տնտեսությունը։ Իհարկե վնասում, ամեն ինչ որ հիմա արվում է, ամեն ինչ ի վնաս է մեր ժողովրդին, մեր պատվին ու ամեն ինչին ընդհանրապես։ Իհարկե վնաս է։ Ինչ եք կարծում, հայրենասեր մարդկանց մեր երկրում չեն սիրում, այդպես է դուրս գալիս ես վերջին դեպքերից հետո։ Չեն սիրում, նայած ում մասին է խոսքը։ օրինակ, Եթե հակառակորդ կա ու ղեկավարումը, ինչ կարելի է ասել։ Իրանց սերը ում է պետք, իրանք իրար սիրում են, թուրքերին սիրում են, թրքամետություն են մտցնում այստեղ, իսկ դա մեզ պետք չի, մեր ժողովուրդը քրիստոնյա է, ռուսներին չեն ներում ինչ որ բան, թուրքերին ներում են։ Իսկ նրանք ներողություն էլ չեն հայտնել գենոցիդից։ Խոսելով Թուրքիայի մասին, ինչպիսի վերաբերմունք ունեք Նիկոլ Փաշինյանի այցի եւ թուրքական մզկիթ մտնելու վերաբերյալ։ Չեմ նայել, բայց լսեցի, որ ոտերն էլ հանե մտել այնտեղ։ Պահել է իրանց ոնց որ կանոնակարգը, ինչ եք կարծում, դա նորմալ է։ Չէ, вообще ամեն ինչ հիմա աննորմալ է։ Հայը չի կարող ընդունել դա։ Նիկոլ Փաշինյանը Չնայած, եթե ուրիշ հարաբերություններ լինեին, իրոք մենք հաստատ համոզված լինեինք, որ դրանք մարդ են դառը, ուրիշ բան։ Վերջերս էր, չէ, այդ Սումգայիթ Բաքուն։ Սենց շուտ մոռացանք, իսկ գենոցիդը մեծ եղերնը մենք չենք կարող մոռանալ։ Ու ոչ էլ պետքա թույլ տանք, որ մեզ տենց ղեկավարեն։ Ըստ ձեզ Նիկոլ Փաշինյանը հայ առաքելական եկեղեցու հետևորդ է։ Ըստ ինձ ոչ։ Ոչ։ Ասում են, որ ինչ որ աղանդավոր է, ինչ որ բան, որովհետև մարդը ով հայհոյում է եկեղեցուն, դուրս է եկել եկեղեցու դիմաց, դեմ ինչ կասեք։ Աղքատ ուղեղ ունի, խիղճ ընդհանրապես չունի ու անառակ հոգեբանություն ունի, ինչ կարելի է ասել։ Ինչ ասեմ ես նրա մասին։ Իսկ այն փաստը, որ նա հայհոյում է, այսինքն պատվիրանները չի պահում, դրանից հետո ինչ որ սաղմոսներ է մեջ բերում։ Ոչ քննարկեմ, ոչ իմ համար ինքը ուղղակի զրոյից սկսելա, որտեղ ինքը զրոյ է։ Զրոյի մասին խոսալ չեմ ուզում, մենք նրանից ոչ մի լավ բան չենք տեսնում։ Իսկ Իրան-Իսրայել հակամարտությունով պայմանավորված տեղյակ եք, որ Իրանի բնակիչները գալիս են Հայաստան, բայց ասում են, որ կա այսպիսի վարկած, որ նրանց մեջ նաև ադրբեջանցիներ կան։ Արդյոք սա մեզ համար վտանգավոր չէ։ Լիքն են, դուք երևի չեք նկատել։ Այս տեսակ չի կարելի ղեկավարել Հայաստանում, ով ինչ Ինչպես պետք է վերահսկել այդ գործընթացը։ Վերահսկողները թե սրանք են, սրանք կավելացնեն, կբերեն ադրբեջանցիներ, թուրքեր կբերեն 100 հոգուց հետո, մի տարի հետո նրանք նենց կծննդաբերեն ու նենց կլցնեն, որ հայ չի մնա։ Արդյոք սա ուզում է այն պահանջը Ալիևի, տեղյակ եք, որ պահանջում է, որ 300,000 ադրբեջանցիներով վերաբնակեցնի, արդյոք սա այդ պահանջը բավարարելու համար է։ Ընդհանրապես ամեն ինչ որ արվում է, մեզ ճորտացնելու ադրբեջանցին ասա թոտան Նիկոլ իրաստուն, դա չեմ պահի։